Այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է տոնը կաթողիկե Սուրբ Էջմիածնի։ Կաթողիկե նշանակում է ընդհանուր Սուրբ Էջմիածնի տոնն է այսօր տոնվում մեր եկեղեցում։ Դա տոնն է մեր հոգևոր կենտրոնի, թե ֆիզիկապես և թե հոգեպես, որովհետև մենք այստեղ ներկաներս և մեր ամբողջ աշխարհասփյուր հայ ժողովուրդը մեկս մյուսին միացած ենք մեկ վայրում մայրաթոր Սուրբ Էջմիածնում օրհնված մյուրոնով, որովհետև միայն այնտեղի օրհնված մյուրոնով է, որ մենք մկրտվել ենք և այսօր այդ հոգևոր կապով կապված ենք մեկս մյուսին։ Ավելի պարզ ասելով, մենք կարող ենք այսօրվա տոնը կոչել մեր մեծ քրիստոնեական ընտանիքի տոն, որովհետև եկեղեցին ինքը իրենից բացի քարե կառույց լինելուց ինքը միավորողն է հավատացյալների, իսկ մեկ արկիտակ միավորվողները իրենք արդեն ինքնըստինքյան ընտանիք են դառնում, մեկը մյուսի համար։ Ահա այդ է պատճառը, որ եկեղեցին հիմնվելով Քրիստոսի ուսմունքի վրա մշտապես քարոզում է սեր դեպի միմյանց մարդկանց մեջ, որովհետև և 301 թվականին, երբ որ հիմնվեց և ստեղծվեց հայ առաքելական եկեղեցին որպես առանձին կառույց, այդ օրվանից սկսած մեր հայրերը, մեր հայրապետները միշտ էլ տեսել են, որ մարդկանց մեջ աստվածային լույսը վառելու համար սերն է պակասում։ Եվ այդ է պատճառը, որ մշտապես և բոլոր իրենց աշխատությունների մեջ մեր հայրերը շեշտել են քրիստոնեական սիրո կարևորությունը։ Այսօր մենք տոնում ենք այն վայրի տոնը, որտեղից որ դուրս է եկել այդ քրիստոնեական սերը, որտեղից դուրս է եկել և սփռվել է ամբողջ աշխարհով մեկ, որտեղ որ կա գոնե մեկ հայ։ Այսօր մենք տոնում ենք տոնը մայրաթոր Սուրբ Էջմիածնի։ Սուրբ Էջմիածնի, որը որ մշտապես եղել է մեր ժողովրդի համար հույսի տաճար, բացի եկեղեցի լինելու, եղել է մեր թշնամիների համար նախանձի առարկա, և մեր ամբողջ պատմության ընթացքում, երբ որ թշնամիները հարձակվել են Հայաստանի վրա, իրենք փորձել են վերացնել, ոչնչացնել մայրաթոր Սուրբ Էջմիածնին, ոչնչացնել թե որպես քարե կառույց, թե որպես հոգևոր ինստիտուտ, բայց ոչ մեկին դա չի հաջողվում, որովհետև ազգը միշտ էլ կապված է եղել մայրաթոր Սուրբ Էջմիածնին իր ամբողջ սրբություններով։ Ազգը միշտ էլ հավատացել է, որ այնտեղ հնչեցված աղոթքը պահելու է մեր ազգին, չնայած թշնամիների հզորությանը ու մեծությանը։ Եվ այսօր էլ սիրելի հավատացյալներ, քայլեր են ձեռնարկվում ծնկի բերելու, թուլացնելու մեր եկեղեցին, մեր եկեղեցիները, բայց եկեղեցին մեր ամբողջ ազգի պատմության մեջ միակ կառույցն է, որը որ 1700 տարուց ավելի է, եղել է, կա և կլինի։ Մտաբերեք ամեն մեկը ձեզ համար, պատմության մեջ ինչպիսի մեծ և հզոր կառույցներ են ստեղծվել մարդկանց կողմից, ինչպիսի հզոր պետություններ են ստեղծվել էլի մարդկանց կողմից, բայց դրանք այսօր չկան։ Իսկ մայրաթոր Սուրբ Էջմիածինը և հայ առաքելական եկեղեցին մինչև այսօր կա և կլինի էլի դարեր շարունակ, որովհետև մեր եկեղեցին մարդու կողմից չի ստեղծվել, մեր եկեղեցին հիմնադրվել է հենց Քրիստոսի կողմից, և այդ հիմքերի վրա է,
որ մեր եկեղեցին այսօր ամուր կանգնած է, որ մեր եկեղեցին այսօր ամուր կանգնած է իր հիմքերի վրա եւ այդ ամրությամբ կարողանում է շարունակել իր առաքելությունը թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս աշխարհասփյուր հայության մեջ։ Այսօր տոնն է այդ հզորության, այդ ուժի եւ այդ ուժից եկող սիրո։ Սիրելի հավատացյալներ, մենք որպես հայ այսօր ունենք պատճառ եւ առիթ հպարտանալու ոչ միայն նրանով, որ մենք աշխարհում առաջի քրիստոնյա ժողովուրդն ենք, այլ նաեւ նրանով, որ մենք ունենք մի քրիստոնեական հոգևոր կենտրոն, որը որ այսօր հոգեպես միացնում է ամբողջ հայությանը իր մեջ, որը որ այսօր միգուցե նաև ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է միայն այն պատճառով, որ հալածանքների է ենթարկվում, բայց հավատացած եղեք, սրանից ավելի վատ եւ ավելի դաժան եւ սև օրեր է տեսել մեր եկեղեցի, բայց ոչ մի անգամ ծնկի չի եկել, որովհետեւ եւ մեր հայրապետները եւ մեր եկեղեցու հայրերը մշտապես հասկացել են, որ եկեղեցին դա մարդը չէ, եկեղեցին դա անձնավորությունը չէ, եկեղեցին դա մենք այսօր այստեղ կանգնած բոլորս ենք, եւ եկեղեցին դա յուրաքանչյուր մկրտված հայ քրիստոնյան է, ամբողջ աշխարհով մեկ վերցված, եւ հավատացել են դրան, եւ այդ հավատքով է, որ կարողացել են նույնիսկ իրենց կյանքի գնով պահել ու պաշտպանել մեր եկեղեցին կամ մեր եկեղեցիները։ Եվ այսօր էլ սիրելիներ, մենք կանգնած ենք դժվարությունների առջև, բայց ոչ մի դժվարություն չի կարող, մարդու կողմից ստեղծված ոչ մի դժվարություն չի կարող ծնկի բերել մի կառույցին, որի հիմքը դրվել է Քրիստոսի կողմից եւ որը հովանավորվում է Աստծո կողմից։ Սիրելի հավատացյալներ, այսօր նաև տոնն է մեր այս եկեղեցու, մեր Սուրբ Էջմիածին եկեղեցու, եւ ես մեր քահանայից դասի, մեր ծառայակից դպիրների եւ սարկավակների կողմից բոլորին շնորհավորում եմ ձեր սիրելի եկեղեցու տոնի առիթով։ Թող ձեր աղոթքներով այս եկեղեցին մշտապես լցված լինի Քրիստոսի ոգով։ Թող ձեր աղոթքները մշտապես այս եկեղեցուց հասնեն իրենց հասցեատիրոջը եւ թող ձեր իղձերը, բաղձանքները եւ երազանքները, որով որ միշտ ամեն կիրակի առավոտ դուք դուրս եք գալիս տանից եւ ձեր քայլերը ուղղում եք դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, մտածելով, որ այսօր է խնդրելու եմ Աստծուց այս բանը կամ ինչ որ մի ուրիշ մի բան եմ խնդրելու։ Թող այդ ամենը անպայման իրագործվի Աստծո կամով եւ Աստծո ողորմությամբ։ Թող այս եկեղեցուց բխող հույսը եւ լույսը մշտապես լինի ձեր ընտանիքների մեջ եւ ձեր ընտանիքները լուսավորված լինեն։ Այս եկեղեցուց ձեր աղոթքներով տարված այդ հույսով եւ լույսով։ Աստված օրհնի Սուրբ Էջմիածին եկեղեցու բոլոր հավատացյալներին, այստեղ ներկաներին եւ բացականերին։ Աստված օրհնի մեր ամբողջ հայ ժողովրդի հավատավոր զավակներին եւ թող այսօր մանավանդ ամսի 7-ին թող Աստված պաշտպան եւ պահապան լինի մեր ազգի զավակներին, ովքեր ապրում են Հայաստանում։ Այսօր դժվարին օր է Հայաստանում, այսօր ընտրություններ են եւ թող Աստված տա այս ընտրությունները անցնեն առանց տարբեր փորձությունների, առանց տարբեր զեղծարարությունների եւ թող ազգը իր ընտրությունը կատարի եւ ազգը շարունակի իր կյանքը խաղաղության մեջ։ Օրհնյալ եղեք, շնորհակալ երկայքի խաղաղություն եւ Տեր ընդ Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ եւ ընդամենեսյանս